Պողոսյան, Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում։ Ըստ ձեզ, որն էր իրական պատճառը։ Ինչ ենթադրություն ունեք, այսինքն մտավախություն կար, որ իրոք իշխանազավթում կլիներ նրա կողմից։ Տեսեք, ես չեմ կարող ասել, դե մի հոգեկան հիվանդ ինքը ինչ երազներ կամ ինչ տեսիլքներ է տեսնում, ես դա իսկապես չեմ կարող ասել, որովհետև հոգեբույժ չեմ, բայց ինչ վերաբերում է զուտ իրավական և քաղաքական գործընթացին, ըստեղ մենք կարող ենք հստակ ֆիքսել մի բան, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ընդհանրապես իրավաբանության հետ կապ չունեցող գործընթաց էր։ Եվ հասկանալի է, որ այդ մարդուն ձերբակալեցին զուտ իր արտահայտած մտքերի համար, թեկուզ շատ կարճ, բայց արտահայտված մտքերի համար, նույնիսկ սա չի էլ կարելի քաղաքականել անվանել, որովհետև այդ մարդը քաղաքականությամբ չի զբաղվում, այդ մարդը որևէ հայտ չներկայացրեց քաղաքականությամբ զբաղվելու, այդ մարդը ընդամենը ինչ ասաց, որ ես եկեղեցու կողքին եմ, և նաև նշեց, որ ինքը կունենա իր մասնակցությունը, եթե եկեղեցուն փորձեն վնասել, և շատ կարևոր է, այստեղ ինքը նշեց մասնակցություն բառը, բայց նույն երկրի, այսպես ասած, կառավարիչը ինքը այդ բառը շատ նուրբ ձևով, շատ զգույշ ձևով փոխարինեց միջամտություն բառով, այսինքն մասնակցությունը ինքը լրիվ այլ բան է, միջամտությունը լրիվ այլ բան է, բայց ինքը այստեղ օգտագործեց այդ միջամտություն արտահայտությունը և ես կարծում եմ, որ դա պատահական չէր, որովհետև նաև լրատվական կայքերը, առավել ևս իշխանական լրատվական կայքերը իրենք էլ սկսեցին այդ միջամտություն բառը օգտագործել, ճիշտ է, ընդդիմադիր կայքեր կային, որոնք երևի ուշադրություն չդարձրեցին կամ չխորացան այդ ամեն ինչի մեջ շատ, և այդ միջամտություն բառը իրենք որպես իշխանություն յուրացնելու կամ պետության դեմ հանցանք որակելով այս մարդուն տարան կալանքի։ Այսինքն, այստեղ ուղղակի, եթե մենք ավելի այսպես պարզ խոսենք, այստեղ այդ մարդու գլխին գործ սարքեցին, ընդ որում գործ սարքեցին բառից ուղիղ իմաստով, մարդը անում է արտահայտություն, դու այդ արտահայտության մեջ բառ ես փոխում, այդ բառը փորձում ես իրեն վերագրել և այդ բառի հիման վրա դու իրեն տանում ես կալանքի։ Իրականում աբսուրդ էր, ես որևէ կերպ այս ամեն ինչը չեմ կարող բացատրել, սա որևէ իրավական պրոցեսի տրամաբանության մեջ չի մտնում, սա առհասարակ ինքը տրամաբանություններ չունի, ուղղակի տվյալ անձը, ով իրեն այս երկրում համարում է երկրի միակ տեր ու տիրականը, ով իրեն համարում է այս երկրի միակ աստվածը, նույնիսկ ինքը որոշեց, որ պետք է տանի և պատժի։ Այսօր ցավոք սրտի վերջին տարիներին հենց կալանքը դարձել է պատժիչ գործոն, դրանով ինքը պատժում է բոլոր ընդդիմախոսներին, կարևոր չի դրանից հետո ինչ կլինի, այդ մարդուն կարտարացնեն, չգիտեմ, եվրոդատարանները մեծ տուգանքներ կտնեն հայ գործարարների, հերոս հարգատուների ուսերին, դա իրեն հետաքրքիր չէ, ինքը եթե որոշում է որևէ մեկին պատժել, առաջի պատժելու ձևը ինքը դա կալանքն է կիրառում։ Այսինքն սա մեսիջ է նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն եկեղեցուն սատարել։ Առհասարակ այս մեսիջը արդեն վաղուց է կիրառվում և Սամվել Կարապետյանը առաջին մարդը չէ։ Իսկ 2 տարի շարունակ կալանքի են վերցրել Արմեն Աշոտյանին։ Հենց խոսքի համար, այդ մարդուն 2 տարի վերցրել են կալանքի ու 2 տարվա մեջ դեռևս չկա որևէ դատական ակտ։ Ու պատկերացրեք, վաղը մյուս օր ես վստահ եմ, Արմեն Աշոտյանը կարտարացվի և կպարզվի, որ ինքը 2 տարի հիսուր տեղը նստել է։ Բայց սա Փաշինյանն էլ լավ գիտակցում և այդ ամեն ինչը գիտակցելով ինքը ուղղակի պատժում է Արմեն Աշոտյանին և կարևոր չի նույնիսկ իր արարքի համար, եթե պարզվի, որ նման արարք կատարվել է, կարևոր չի Արմեն Աշոտյանը դատարանի կողմից ինչքան պետք է պատիժ ստանալ։ Ինքը որոշել է, որ 2 տարի, ուրեմն 2 տարի, ինքը որոշել է, չգիտեմ, 10 տարի, կպայի 10 տարի։ Նույնը անցած տարի իմ հետ եղավ։ 8 ամիսին զրկեցին խոսելու իրավունքից, կալանք, քրեակատարական հիմնարկ, տնային և այլն, բայց վերջում պարզվեց, որ ոչ, ես նման արարք թույլ չեմ տվել և դատարանը արդարացրեց, ու մինչև այսօր որևէ մեկը չի է փորձել նույնիսկ ներողություն խնդրել, ավելին ասեմ, նույնիսկ դիմել էին վերաքննիչ, 3 վերաքննիչ դատարանը նորից իմ արդարացի լինելը պնդեց, բայց
որևէ մեկի պետք չէ, որովհետև այդ պահին որոշել են, որ ինձ պետք է պատժեն եւ պետք է ինձ զրկեն խոսքի իրավունքից եւ դա անում են յուրաքանչյուրի հետ։ Իսկ Սամվել Կարապետյանի դեպքը ինչով էր բացառիկ, որ դատախազությանը, դատավորին հստակ ցուցումներ կնաց Փաշինյանի Facebook-յան էջից։ Այսինքն սա ես անվանում եմ Facebook-յան արտարադատություն։ Փաշինյանը արդեն սկսել է Facebook-ով արտարադատություն իրականացնել։ Ու ինքը Facebook-ով ուղիղ տալիս է արդեն վճիռներ, չգիտեմ, որոշումներ ու չզարմանաք, որ վաղը մյուսօր ինքը Facebook-ով նաև կտա դատա վճիռներ։ Օրինակ, կասի, որ Պողոս Պողոսյանին գնդակահարեք եւ փողոցում կտեսնեք, որ Պողոս Պողոսյանին արդեն գնդակահարեցին։ Այ Հայաստանի արտարադատությունը, Հայաստանում մարդու իրավունքները հասել է այսպիսի սարսափելի վիճակի։ Իսկ ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնազրկումը սրանով էր հենց անմիջապես պայմանավորված։ Չեմ կարող ասել, որովհետև մամուլում այդ նմանատիպ տեղեկությունների ես ինքս եմ հանդիպել, չեմ կարող ասել, բայց մի բան պարզ է, որ ազգային անվտանգությունը իջեցրել, հասցրել են մի հատ պալատական դահիճի մագարտակի, այսինքն անվտանգության պետը ինքը դառել է անձ, ով ուղիղ հրահանգներ է ստանում Փաշինյանից, որպեսզի պատժի նրա հակառակորդներին, պատժի նրա համար անընդունելի մարդկանց, կամ եթե կարճ ասենք, այսօրվա մեր ազգային անվտանգության ծառայությունը ուղղակի պատժիչ գործիք է հայ մարդկանց պատժելու համար։ Ներդրումային միջավայրին վնաս չի հասցվում։ Իսկ ում է դա հետաքրքիր, այդ տեսեք ում է դա հետաքրքիր, ձեզ թվում է Փաշինյան Նիկոլին հետաքրքիր է Հայաստանի տնտեսությունը, ոչ, այդ մարդուն հետաքրքիր է միայն իր աթոռը, ավելին ինքը չի ցկտում, այսօր Հայաստանում թե ոստիկանությունը, թե դատախազությունը, թե դատարանը, թե ԱԱՑ-ն ինքը զբաղված է զուտ Փաշինյան Նիկոլի անվտանգությունը եւ նրա աթոռը պահպանելով, ուրիշ բանով ինքը զբաղված չէ, այ ես ցես մի հետաքրքիր բան ասեմ, կներեք, մի քանի օր առաջ այստեղ եկացա, որ Արարատի մարզում 4 տարբեր դեպք է եղել եւ ձերբակալվել են ուդար երկրյա քաղաքացիներ, բայց 4-ին էլ ձերբակալել է ոչ թե ԱԱՑ-ը, այլ ձերբակալել են տարածքում աշխատող գյուղացիները։ Ու 4 սահմանն են հատել, հա? Ոչ թե փորձել են սահմանը անցնել, երկուսը եղել են թուրք, Թուրքիայի քաղաքացի, երկուսը եղել են հնդիկ, բայց անկեղծ չգիտեմ որտեղից քաղաքացի, եւ այդ 4-ն էլ տարբեր ժամանակներում, այսպես օրվա կտրվածքով իրենք գնացել են սահմանային նույն հատվածը, նույն տեղը եւ լուսանկարներ, տեսանյութեր են արել, որոնք բացարձակապես իրենց մեջ չեն կրել զբոսաշրջիկային այսպես բնույթ, իրենք ավելի շատ եղել են հետախուզական բնույթ ունեցող, այսպես ասած, լուսանկարներ եւ տեսանյութեր, ու այդ մասին ԱԱՑ-ն որևէ մեկին որևէ բացատրություն միջևս պահ չի տվել, դաժե հիմնավոր կասկած ունեմ, որ դրանց ունե թուրքերին բռնելուց հետո հաստատ ճանապարհել են։ Ուղղակի գյուղացիներն են այդ մարդկանց բռնել, հետո զանգել են ԱԱՑ-ը, նաև կարծում եմ ռուս սահմանապահներն են այդ պահին խառնվել, բայց համենայն դեպս այն մարմինը, որը կոչված էր մեր անվտանգությունը ապահովելու, այդ մարմինը այդ ամեն ինչից տեղյակ չի եղել, մինչև հիմա էլ մեզ բացատրություններ չի տվել, թե դրանք ինչ բնույթի գործողություններ են արել ու տեսեք այստեղ ես եւս մեկ զուգադիպություն էլ տեսնում, օրինակ 2021 թվականին, երբ որ Հայաստանի գլխավոր շտաբը զինված ուժերի հայտարարություն տարածեց իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ, մենք բոլորս էլ հիշում ենք, որ Թուրքիայից այսպես ուղիղ կապ էին հաստատել եւ ասել են, որ նման գործողությունների դեպքում իրենք էլ Արարատի հատվածից զորք են մտցնելու Հայաստան։ Ու հիմա նույն պատահականությամբ, հա, երևի ճակերտավոր պատահականությամբ այդ լրտեսական գործողությունները իրականացրել են այն հատվածում, որտեղ 21 թվականին Թուրքիան պատրաստվում էր զորք մտցնել։ Ու մինչև այս բանը մենք որևէ պաշտոնական պատասխան չենք առհասարակ, որևէ տեղեկություն մեզ չեն տրամադրել։ Օրինակ, վերջերս ես էլի հայտարարություն տարածեցի, նաև հստակ նշեցի, որ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները մեր հատվածում մաքսանենգությամբ են զբաղված եղել, նրանց այս անգամ էլ ռուսներն էին ձերբակալել, այսինքն ռուսների շնորհիվ ԱԱՑ-ներ ձերբակալել ու նորից ինֆորմացիա չկա։ Այսինքն իմ երկրի անվտանգության համակարգը արդեն այս պահին հասել է այն մակարդակի, որ
պետական բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականները մաքսանենգությամբ են զբաղվում, իսկ իրենց փոխարեն սահմանը պահպանում են ուղղակի գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող մարդիկ։ Սա սարսափելի է։ Եթե Սամվել Կարապետյանի գործին նորից անդրադառնանք, ինչ ընթացք ունենա ասես։ Գիտեք, ես այդ մասին փաստաբանական մեծ խումբ է։ Այստեղ փաստաբանական կարող են աշխարհի ամենահզոր փաստաբաններին բերել։ Բայց միևնույն է, որևէ փաստաբան, որևէ բան այստեղ չի կարող անել։ Ինչ է անելու փաստաբանը, եթե այստեղ չկա իրավաբանություն։ Ու Հայաստանի քաղաքական հետապնդողների 99%-ի գործերով իրավաբանություն չի եղել։ Ես դա ասում եմ նաև ինքս որպես նախկին կալանավոր։ Չկար իրավաբանություն, այդտեղ բացարձակապես չկար։ Փաստաբանը ինչ պետք է անի, եթե չկա իրավաբանություն։ Իսկ Սամվել Կարապետյանը գործում ես նաև այսօր Facebook-յան հրապարակում եմ արել, նաև օգտագործելով ձեր եթերը, ես ուղղակի կոչով դիմում եմ հենց նրա ընտանիքին եւ հարազատներին։ Ոչ մի դեպքում չդառնալ Նիկոլի օրակարգի մաս։ Ես վստահ եմ, որ Նիկոլը այսօր կուզենա, որ այս մարդիկ սկսեն կորալ, լրատվական դաշտ լցնել, կուսակցություն ստեղծել եւ գնալ 26 թվականի ընտրություններին կրելու, չէ, ախպեր դուք չեք կրելու 26 թվականի ընտրություններին, ոչ ոք չի կրելու 26 թվականի ընտրություններին։ Դուք ունեք ընդամենը մեկ բան, այսօր Հայաստանի քաղաքական օրակարգում կա մեկ լուրջ եւ մեկ իրատեսական օրակարգ, դա impeachment-ն է, ձեր բոլոր ռեսուրսները, ձեր բոլոր հնարավորությունները ներդրեք, որպեսզի մենք կարողանանք այս խեղճ կատակից ազատվել։ Մենք կարողանանք գոնե մեր հայրենիքից ինչ-որ փշրանքներ փրկել, որովհետև ես արդեն վստահ եմ, որ ինքը շատ բան է հանձնել, որոնց մասին մենք առաջիկայում ենք իմանալու։ Մենք գոնե կարողանանք մի ոդի տեղ մեզ համար այս հայրենիքում պահենք, որպեսզի հետագայում մի փոքր զորանանք եւ շարժվենք առաջ։ Այս դա ուղղակի ոչ թե հորդորում եմ, ես նաև Կարապետյանների ընտանիքին խնդրում եմ, հանգարց Նիկոլի օրակարգի խաղացող չդառնաք։ Բայց մինչ դուք impeachment եք սկսվում, գուցե Նիկոլ Փաշինյանը ավելի շուտ կաթողիկոսի պահով հաջողվի որ կարողանա անել այդ impeachment-ը։ Հասկանալի է ձեր հարցը, բայց մեկը մյուսին բացարձակապես չի խանգարում, որովհետև հենց նույն impeachment նախաձեռնած քաղաքական ուժը իր կուսակցականներով, իր համագիրներով ինքը բացարձակապես անուշադրության մեջ չի թողել եկեղեցուն։ Դա մեկը մյուսի հետ կապ չունի, մենք Կիրակի օրը օրինակ բոլորով պատրաստվում ենք որպես աջակցություն կաթողիկոսի գնալ Էջմիածին։ Այսինքն սա մեկը մյուսի հետ կապ չունի։ Մենք եթե ասում ենք եկեք փրկենք մեր հայրենիքը, մենք դրա մեջ ներառում ենք նաև եկեղեցին, որովհետև մեր հայրենիքի ամենակարևոր հենասյուներից մեկը հենց հայ առաքելական եկեղեցին է։ Եվ հայրենիքը փրկելու համար բնականաբար չի կարելի եկեղեցուն զոհաբերել եւ որևէ մեկը այսօր չի պատրաստվում եկեղեցուն զոհաբերել։ Մենք այդ նույն impeachment-ը անում ենք հենց հայ առաքելական եկեղեցին նաև պաշտպանելու համար։ Այդ impeachment-ը արվում է նաև մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու համար, մեր բանակը կրկին զորացնելու համար, այսինքն եթե մենք ասում ենք հայրենիք, եկեք որևէ կարևոր ինստիտուտ այդ հայրենիքի մեջ չտարանջատենք, այդ թվում հենց այ առաքելական եկեղեցին։